Երկիր մոլորակի ամենաուրախ և ամենաեմոցիոնալ երաժշտական շոուն շարունակվում է։ Լսումների փոլ։ God said you hallelujah. God said you hallelujah. That's your phone, gonna give it to you. I'm sorry not being the spot. I don't believe me, just watch. Յուրա Արցախից։ Համար մեզ բարև չես տալիս, էլի, տեսար, բարև։ Բոլորին բարև։ I came in like a wrecking ball. I never hit so hard in love. All I wanted was to break your heart. All you ever did was. Ես գիտեմ, Արմագեդոնը հենց սենց է լինելու։ And the sign said the words Prophet readers fell. They called in a war. Սամվել։ Ես իմ ֆալշը զգացի միտեղ։ Միտեղ։ Get ready for me, love, 'cause I'm a comer. I think we got a much more high is over. Nobody, no, nobody is gonna rain on my parade. X Factor, երբ խոսքերն ավելորդ են։ X Factor-ի 4-րդ եթերաշրջանն արդեն 2 ամիս ապացուցում է, որ այս նախագիծն իսկապես ամենավարկանշային երաժշտական ձևաչափն է աշխարհում։ 2 ամիս տևած լսումները մոտենում են ավարտին, սակայն առջևում նորանոր բացահայտումներ է սպասվում։ Լսումների այսօրը կանցնի առանց Շուշանիկ Արաքսակյանի։ Շուշանիկը մեկնել է Լոս Անջելես, որտեղ պետք է մասնակցի 19-րդ ամենամյա արփա միջազգային փառատոնին, որպես Բարիլուս գեղարվեստական ֆիլմի պրոդյուսեր։ Այսօր Անդրեն, Գարիկը և Էրիկը կլինեն երեքով։ Հաջորդ փուլ կանցնեն այն մասնակիցները, ովքեր կլսեն առնվազն 2 այո։ Բարև ձեզ։ Իմ անունը Մարի Հունանյան, 20 տարեկան, քաղաք Երևան։ Այդքան բաներ պետք, այո։ Այո։ Ես ուզում եմ ամեն դեպքում լսեմ ինչ եք երգում, բայց մինչև լսելը պատմեք որտեղից եք։ Ծնվել եմ Գերմանիայում, հետո մեծացա ապրել եմ Մոսկվայում, հիմա 5 տարի այստեղ եմ գտնվում Երևանում, ավարտել եմ անցած տարի բժշկական հնագիտային քոլեջը, դերագործական բաժին, այս տարի ընդունվել եմ Սլավյանսկի համալսարանը, ժուրնալիստիկա ֆակուլտետ։ Բայց խոսք տվեք, որ Երևանը վերջին կանգառն է։ Հա, իմ տուրը գալիս է Երևանը, կանցնեմ Մոսկվան։ Եվրատեսիլի հոտ է գալիս, ծնվել եմ Գերմանիայում, դեղագործ եմ, Արամը։ Տերուներ։ Իվեթա։ Բարև ձեզ, իմ անունը Մարի, 20 տարեկան, ծնվել եմ Գերմանիայում, ապրել եմ և մեծացել եմ Ռուսաստանում Մոսկվա, հիմա 4 տարի ստեղ եմ ապրում, անցած տարի ավարտել եմ բժշկական քոլեջը, ֆակուլտետ ֆարմացևտիկը, ընտանիքս ուզում էր, որ ես դեղագործ լինեմ, իմ պաշտի բոլոր մամայիս կողմից բժիշկներ են, տենց ընդունվա դեղագործ, ինչ-որ ասոբինը դժվար չի, հաճելի է, որ մարդկաց օգնություն ես ձեռք ցուցաբերում, օգնում ես ինչ-որ հարցում, միշտ է պետք է գալու դեղագործությունը, ինչն է այդ մասնագիտության լավը, որ в любом случае ինչ է լինի, այս մասնագիտությունը կա և այս մասնագիտությամբ կարելի է աշխատել, ինքը շատ մաքուր գործ է։ Моя мама была мечта, чтобы я тоже стала врачом. Вот я ее мечту исполнила, теперь хочу исполнить свою мечту. И журналистом, и певицей, и хореографом. Ես որոշել եմ, որ հիմա աշխատեմ դեղագործ, բայց և նայպես չմոռանամ իմ երգի պարը, որովհետև երգը պարը իմ համար կարևոր, իմ պետք է ոնց որ կյանքի իմաստը լինի ու ես գիտեմ, որ բեմը իմն է,
Ես միշտ սպասում եմ պրոյեկտը, որ պետք է սկսվի կաստինգը, ասում եմ երբ է սկսվելու, я вообще քանի վաղ տելևիզոր չէի նայում։ Им мне сказали, что վերջի օրերն է որ գալ մասնակցելու, գրանցվեցի сайтом и потом позвали, если все вот эси им пахно, к нам, что будет? Германия, Геркин? Нет, на английском. На английском? Да. А что я не скажу? Инчирк. Сюрприз. Мне не скажу, բայց ժյուրին պետք է ասեք, իրանք հարցնելու են։ Կհարցնեմ, կասեմ, կերքեմ, կտեմ։ Կիման հատուտենց։ То есть ты так настроен? Да. Жестко так, слегка нагловато так? Нет, хочу поразить. А поразишь, давай честно, искапես լավ կերքես։ Да. То есть ты այդքան վստահ ես։ կանեմ, ինչ իմ ուժերում կա, как сказать? Давай, определись. Հավաքվի։ Что из моих сил, я сделаю это, чтобы хорошо выступить, поразить их и жюри, и зрителей. Давай договоримся убить их наповал, эти жюри. Որ շշկրվելա, քո ձենը լսելը, իրանք տենց մեռնելա։ Մեռնելա։ Ինչ եք երգելու այսօր։ Ես երգեմ, դուք նայեք։ Լավ եք երգում։ Չեք ուզում ասեք։ Բայց մի բան խնդրեմ, որ թող միջև վերջ կերգեմ։ Ուրեմն պետք է կեսից սկսեք, որ միջև վերջ երգեք։ Եթե լավ եք երգում, միջև վերջ կերգեք։ Пожалуйста։ Այո, խոսք ենք տալիս, որ միջև վերջ կլսենք։ Վերջ ունեք արդեն 3 այո։ Ես խոսք չեմ տալիս։ Գերմանական յա։ Ես խոսք չեմ տալիս։ Կարող անդադեմ։ Չգիտեմ, adekvat չեմ այսօր։ Բայց դու այո ես ասել։ Հա, արդեն այո ես ասել։ Դե լավ երգեք։ Oh, sometimes I get a good feeling, yeah. I get a feeling I never have before, no. And I just wanna tell you right now that I really do believe that something's gonna hurt on me, yeah. Oh, it must be love. Oh, something's gonna unlock you right now, child. Դուք ընկերներն եք, մի հատ կասեք, դուք Let me take you now, I got a feeling, I feel so strange. Everything about it seems to have changed. Step by step, I got a brand new walk. Hear a song sweeter when I talk. I said, oh, 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 oh. Hey, I said, baby, oh, must be love. You know it must be love. Let me take you now. Something's got a hold on me, yeah. Oh, it must be love. Oh, something's got a hold on me right now, child. Feel good, I said, oh, 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 oh. Hey, I said, baby, oh, must be a star. Wait a minute, I fill my cup with some liquor in it. I check the shit, sign the check. Julio, I get a stretch right to Harlem, Hollywood, Jackson, Mississippi. We show up, we're gonna show up, smooth and a fresh drop skippy. I'm too hard. The police and a fireman too hard. Make a drag on the red diamond too hard. You say my name, you know who I am, I'm too hard. Ain't a bit about the money, break it down. God say hallelujah, God say hallelujah, God say hallelujah. Cause after fun, gonna give it to you. Cause after fun, gonna give it to you. I say not be in the spot. Believe me, just watch. Ha ha ha!
Մենք ասում ենք ոչ։ Այս կոչում եմ 10-ով 0 էլ չէ։ Սա կոչվում է աբլոմ։ Մերսի շատ։ Ասացից մինչև վերջ կլսենք, ձեզ մինչև վերջ չկարացավ նայել։ Ամբողջ երկը պատրաստում ենք, որ այդ մասը մտնենք ու Don't believe me, just watch. Don't believe me, just watch. Macho, I don't believe me, just watch. Hey, 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 uptown, fuck you up. Uptown, fuck you up. Uptown, fuck you up. Uptown, fuck you up. Say you what? Բրավո։ Բրավո։ Իրականում հետաքրքիր է շատ այդ պաուզան ինձ թվում է։ Շատ հետաքրքիր է։ Անսպասելի, ինչպես նաև դուք եք շատ անսպասելի այսօր, շնորհակալություն, որ եկել եք X Factor։ Մերսի։ Շատ, չգիտեմ, շատ յուրահատուկ կատարում էր, շատ յուրահատուկ եք դուք, դա երևի նրանից է, որ ապրել եք տարբեր տեղերում, ծնվել եք միտեղ, օդը խառնվել է իրար ու Եվ այդպես կատվային։ Կատվի եք նման եղել, մենք որտեղ բոլորս ասացինք, որ կատու եք բեմում, շատ հետաքրքիր պլաստիկա ունես, համար ես բեմադրել, մտածել ես, ես սիրում եմ մտածող մարդկանց, վաղուց ես ուզել գաս X Factor։ Да, я хочу победить. Ուզում ես հաղթես։ Այո։ Բայց չեմ ներելու քեզ մինչև վերջի, եթե անցնես, դա մենք միշտ հիշել եթե անցնես տասնյակ չեմ ներելու քեզ այդ պաուզան։ Դրա համար որ ասում էի, խախան դրա համար նստեք էլի, մաչոյական բաներ։ Դու մնացիր։ Մարի ջան, շատ տպավորված եմ քո ելույթից, որովհետև դու այնքան բան ես պատրաստել, փորձ արել, բայց այդքան արեցիր, այնքան բնական, ոնց որ պատրաստված չլիներ, այլ տես ընթացքում մտածեր ու աներ։ Շատ դուրս եկավ քո տեմբրը, շատ դուրս գալիս ես դու առհասարակ որպես գեղեցիկ աղջիկ, դուրս եկավ շորդ, որովհետև կարար շորդ վատը լիներ ու ես չշեշտեի, որ դու գեղեցիկ աղջիկ ես ու դուրս եկավ, որ չէր գորգռում այդ երգի մեջ։ Ինքը իմիջիայից ոչ միտեղ ոչ բարի է գնացել, ինքը ամբողջությամբ ինքնս է ու նաև մոդել է ինքը իմիջիայից։ Ինձ համար սա իդեալական X Factor-ի կաստինգի ելույթ էր։ Ես քեզ ասում եմ այո։ Ավեսով ասում եմ այո, բան չունեմ ասելու։ Ես չեմ է պարե, այդ մոմենտ իմ հետ չեղել, լրիվ ուրախ եմ։ Ոչ չգարի, մի օր կընկնես այդ օրը։ Եվ պարում եմ այդ օրն եմ անգնում։ Իսկապես, բրավո ձեզ, ես ձեզ ասում եմ սրտանց այո։ Я. Да. Айо. Спасибо, Мерси, Шат. Но вы еще не победили. Вас все еще впереди. Я все сделаю для этого. Ապրես, Մարի, շնորհավորում եմ։ Մերսի շատ, շատ։ Ասում ենք ես հաջորդվելու։ Алло. Алло. Мамусь, я прошла. Да ладно. Я прошла, я в шоке, я прошла. 3, да. Вай, что вы там? Я в шоке, блин. Ты не разыгрываешь? Не, я серьезно, я прошла. Ла-ла-ла-ла-ла. Не, я прошла. На-на-на-на-на. На-на-на. Ту-ду-ду, ту-ду-ду, ту-ру-ру. Ту-ру. Та-да-да-да-ту-ту. Գերամ ամարացիի ամեն մի նոր հավաքածուն դա մի ճանապարհորդությունն է։ Այս անգամ նա մեզ բերել է Իտալիայի գրեթե ամենակոլորիտային վայրերից մեկը։ Դիմավորեք նեապոլիտանական հավաքածուն։
Դասական, ազգային ու ժամանակակից 3 համադրություն, որոնք հանդիպում են հազվադեպ։ Այս անգամ Մարացին ձեզ կզարմացնի իր մոտեցմամբ։ Համեցեք ծանոթանալու նեոպոլիտանական հավաքածուին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև։ Կներկայանաք։ Յուրա Արցախից։ Համար մեզ բարև չես տալիս, էլի, տեսար, բարև։ Բոլորին բարև։ Բոլորին բարև։ Այ բարև, բոլորի կողմից բարևներ։ Կներկայանաք։ Հակոբ Կապոյան, 18 տարեկան, քաղաք Երևան։ Գոր Արտակ։ Մոնիկա Մյորզյան, 17 տարեկան։ Խմբի անուն ունեք, թե ոչ։ Ունենք կոչվում է շատ կարճ ռև։ 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 Հապաղում, հա։ Revolution բառը կրճատած։ Վերջ։ Էլ բան չունեք պատմելու։ Եկել եմ Պոպոկից հետ։ Պոպոկ։ Միշտ ունես այդ Պոպոկը։ Հա, այս վերջերս եմ իրան գտել Գոշավանքի եկեղեցու բակից։ Տենց ոնց որ գսմատ լինի, տենց վերել եմ հետս։ Ինչ եք պարապում, Հակոբ։ Ես պարող եմ ճիշտն ասած։ Օ, պարող եք։ Ավարտել եմ պարարվեստի ուսումնարանը։ Վոկալով զբաղվում եմ մոտ 2 տարի։ Դերասանի վարպետությունով զբաղվում եմ մոտ 1 տարի։ Ամեն ինչ փորձում եք ինչ դառնակ։ Դատելով Արտակինից արդեն պարզ է, որ սիրում եք ռոք երաժշտություն, երևի թե։ Եվ այսօր Մի քիչ։ Լավն է։ Հաստատ աշուղական երգ չեք ներկայացնում։ Ոչ է բասկով, օրինակ, բասկով ձև չի։ Աշուղական։ Բայց սիրում եք աշուղական մեր հայկական երաժշտություն։ Որ անկեղծ ասեմ չէ։ Չեք սիրում։ Այ անկեղծ է, ինչ։ Դու բան չասեցի։ Իսկ ով է քեզ համար հիմա սպասասրահում։ Պարի զույգը, 10 տարի որ ես իր հետ եմ ապրում, Ժենյան, եւ իմ մոտիկ ընկերներից մեկ հոգի։ Իսկ կարող է Ժենյան սենց մի պահ մտնի։ Այսօր դժվար։ Սենց են չէ մտնում։ Իսկ բա որ հետո վաղը չլինի։ Դե դժվար չէ։ Լատինական բան։ Okay։ Կծած։ Ժենյանը Չի լինի, կլինի։ Սափարին Գրիշա Աղախանյանին։ Նաև։ Հա, կարող է այսօր ականատես լինենք 10 տարվա համագործակցության մի ճկուն շարժման։ Tú sabes que yo vivo revoleando, flotando, motores fuera de bota y regañando, flotando, peligro como tiburón cazando, flotando, boca arriba boca arriba boca arriba boca arriba. Tú te ves muy linda nadando de pecho, dame la bala, no seas agua mala. A ti te gusta lo mal hecho. Cuando chaca party, tú también me jalas. Tú te ves muy linda nadando del pecho. Dame la bala, no seas agua mala. Sé que a ti te gusta lo mal hecho. Cuando chaca party, tú también me jalas. Aprovecha la corriente, sigue avanzando. Ponte fuerte que está llegando. Y si sube la marea, no siga nadando. Agoya te sigue flotando. Te ves muy linda nadando del pecho. Dame la bala, no seas agua mala. Tú también me jalas. Arriba que más se ve, mira TV. Oye, tú sabes cuál es el canal que más se ve, mira TV. Oye, tú sabes cuál es el canal que más se ve. Ինչ ժանրեր եք սիրում։ Դե pop, jazz։ Pop, jazz, ամերիկյան աշուղական ասին։ Այ, Գուսան Ջեյզի կատարումներից։ Ինչ եք երգելու։ Adele Low։ Նյուշա Տանցինասճոկլա։ Սարբել Յասումարյան։ Չգիտեմ այդ ինչ երգա։ Եվրատեսիլ 2007 թվական Հունաստան։ 7-րդ տեղ։ Անուշիկ Ալավերդյանի շնորհակալ եմ։ Վայ, շնորհակալ եմ ես ձեզ։ Ձեր համար։ Իսկ գիտեք այդ երգը ով է գրել։ Հեղինակը ով է։ Չէ, ճիշտ ասած։ Այդ մեկը չգիտեմ։ Հեղինակը այս երգի նստած է իմ աջ կողմում։
Այս երգը Էրիկն է գրել։ Շնա Էրիկն է գրել եւ այդ խոսմատն է։ Էս Պոպոկը ձեզ արդեն հաջողություն բերեց, որովհետեւ վերջի տարիների իմ ամենասիրած երգն է ընտրել եւ Էրիկի գրած երգը, հա։ Ինչ եք անելու այսօր։ Ռև ենք անելու։ Ռև եք անելու, այսինքն հեղափոխություն եք անելու։ Փորձելու ենք։ Այսինքն կրճատ հեղափոխություն չէ, հեղ։ So don't understand, it's all the in the ring drops falling behind. It's a river falling out tonight. It's a revolution. Էժանա վարկը տանգա վարկը բացիր դրները որ մտնեն վարկը տանգը տա վարկը տակտա դեարի վարկը տան որ 10 տարի հետո վարկը տենամ որ բացեմ դուրը կկաթա ջուրը եկել եմ դուրը վանքի փակել եմ դուրը ճամփի ճակատի ճանճը ճաշում է ճզներով ճակատը ծովում է ճակատը վանքից մի բոնկա սատանու դոշկա դորջարի բոշկա կարող ասա գորջը երևի ստակի իմ բեմը էջի իմ բևը ուզում արևը Make some noise, motherfucker, yeah! Տաղանդավոր տղեկ եք, մի քիչ լավ իմաստով կտսրած եք, չեմ հասկանում ինչ եք անում, բայց անում եք, դուք հասկանում եք։ Ես որ դուք այդ հասկանում եք, վախենալու է այդ, բայց դե հասկանում եք ինչ անեն։ Hello, can you hear me? I'm in California dreaming about who we used to be, and we were younger and free. I've forgotten how we felt for words and that I feel. There's such a difference between us and a million miles. Hello from the outside. I must have come those inside. Tell you I'm sorry for everything that I'm dead when I called you never seem to be home. Լավ իմաստով անջատված դեմք ես դու Մոնիկա իրականում։ Merci. Тихо в нем и открою дверь, никого не жду. Мне теперь не верь, больше не приду. Я отстрою этот мост, чтобы не упасть ни тебе, ни мне, и не унесла тихая вода. Танцы на стеклах, танцы не для слабых, танцы без правил. Ты так не смогла быть. Танцы на стеклах, и я бы не исправил. Յուրի հիվանդ ես դու, գրիպ բան չբան կա, շատ ուրախացա իմիջայլոց, որովհետև ասեմ ինչի, եթե դու գրիպ էսպես երկում ես, պատկերացնում ոնց ես երկում ես, որ գրիպ չես։ Սիրահարված, իմ աչքերի մեջ կարդա, սիրահարված, սիրտս թող լինի վկան, չեմ սիրել, ես իմ կյանքում երբեք այսպես ու իմ սիրո համար ես շնորհակալ եմ քեզ ուր էլ մեզ տանի ճամփան լուր արա հետով կյանքի ձեռքը քո բռնած կգամ որ լինեմ ես քո կողքին չեմ ուզում ուրիշ ոչինչ չէ որ ես սիրել գիտեմ դու
հաջողակ Պոպոկի պատմություն ես կասեի։ Բայց եկեք մատ մայստրոին լսենք, իր երգը հեսօր կատարեցին, փշակ հաղված նստած այստեղ։ Փշակ հաղվածը մի կողմ։ Վարպետ։ Իրականում մոռանանք մի պահ, որ երաժշտության հեղինակը ես եմ։ Չենք կարող։ Ինչ արած խսմաթը ցես է տա, ասում եմ այո։ Շնորհակալ եմ, անչափ։ Ասում եմ այո։ Շնորհակալ եմ։ Գետնին ընկած Պոպոկը հասավ X Factor ու ստացավ 3 այո։ Շնորհակալ եմ։ Ժյուրից։ Շատ։ Ես իրանց եւս մեկ անգամ ասած։ Շատ ես սիրում։ Ամենաշատում ես սիրում։ Էրիկ, ամենաշատը Էրիկին։ Հետո Գարիկին։ Հետո Գլումովին։ Ես իրան շատ եմ սիրում։ Գլումովին, հետո։ Հետո Անդրեին, հետո Գարիկին։ Բայց ամենաշատը Էրիկին։ Այ մասին вообще։ Լավ, հաջողություն շատ հաճելի է, շնորհավորում եմ։ Կարելի է շտկել բոլոր թերությունները, երգեսովության հետ կապված, դիկցիայի հետ կապված եւ ագրեսիայի հետ կապված։ Ես այսօր խաղաղ պայմաններում դες ասում եմ այո։ Շնորհակալ ենք շատ։ Եկեք ռիսկ անենք, տղեկ, ես ասում եմ այո։ Շնորհակալ ենք։ Շնորհակալ ենք։ Մնաց մի բան։ Այո։ Ես քեզ իմ կողմից ուզում եմ ասել մի հատ մեծ ինձ ու քեզնից չաղ այո։ Մերսի։ Ես ասում եմ այո։ Մերսի, շատ շնորհակալություն։ Կարևոր այոն։ Արցախցի Անդրեյ լսեց վերջ։ Էրիկը էլ պետք է 100 տարի, Ես ես ասում եմ այո։ Լավ առաջինը դու չէիր, թե չէ ես էլ չէի կարող ասեի։ Անդրեին բարևեց, այոն լսեց գնաց։ Բայց եթե անկարծ այդպես ստացվի, որ իմ խմբում լինեք, ես իհարկե ձեր մեյքափի հետ համաձայն չեմ, որտեվ դուք ավելի գեղեցիկ եք։ Մերսի։ Ասում եմ այո։ Ես ձեզ կտամ շանս եւ կասեմ այո։ Թե երրորդը տենց այոն այդքան ռեական չի կարող։ Ես ասում եմ այո մեծ հաճիկով։ Մերսի շատ։ Նա անցնում է։ Ձեզանից մաղարիչ։ Ու ինչ որ չեմ տեսնում այդ մաղարիչը։ Ես նեղացել եմ, էլի ավելի։ Մի հատ շոկոլադը ինչ է, բերեք, մի հատ կոնֆետ տայք բր։ Так, մի րոպե, թե ոսկեղեն ոնց է ֆրֆռում։ Անցիկ վա։ Քվեարկության համար 5000 դրամ փոխանցել։ 5000-ով ձեն, հա։ Ամեն դեպքում էր։ Ինչ։ Չէ, լավ, մերսի։ Բաները։ Կա էլի։ Այսօր բումաժնիկս մոռացել եմ տունը։ Ահա որ վատ։ Բումաժնիկս եմ մոռացել տունը։ Բումաժնիկս տունն եմ մոռացել։ Դա մի քիչ հեռու խոսա։ X Factor հեռուստանախագիծը երաժշտական հարթակ է, որտեղ յուրաքանչյուր ոք անկախ տարիքից եւ երաժշտական կրթությունից հնարավորություն ունի ներկայանալու երաժշտական ասպարեզում։ Ոմանք գալիս են հայտնի դառնալու նպատակով, ոմանք մրցույթին մասնակցելու, ոմանց համար էլ սապարձապես եւս մեկ անգամ բեմ բարձրանալու, հանդիսատեսի հետ շփվելու եւ մի պահ երիտասարդություն վերադառնալու հնարավորությունը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպես եք, պարոն։ Բարև ձեզ, բարի գալուստ։ Ինչպես եք։ Հարթ տիրոջ, եթե կանգնած եմ այստեղ, ուրեմն լավ եք, շատ լավ։ Ապրեք շատ։ 2 տարի առաջ էլ եք եկել, կանգնել, բավականին շատ լավ ելույթներ եք ունեցել։ Ինչ է փոխվել այս 2 տարվա ընթացքում։ Մի քիչ առողջություն սա փոխվել, լավ չի, ոտքերս լավ չեն։ Բայց տեսքով շատ լավ է։ Հա, հարթ տիրոջ։ Լավ եք։ Հարթ տիրոջ։ Լցվել եք։ Հա, դե որ պարկած եմ լինում, անդադ սրսկում են, ես պիչաղանամ, չէ՞, չեմ շահ։ Ձեր ոտքն է։ Ոտքը ողնաշարի հետ։ Դա բոլոր դեպքում հիվանդ ես այսօր ինձ տրամադրել եմ, որ ես շարժունակ եմ, Էրիկ ջան։ Ամենաշարժունակին եք նկվում, նա ասում է, դա։ Ես հետևում եմ հաղորդումները, տեսնում եմ։ Առաջի քայլերս արել եմ Գուսանշայինի գուսանական խմբում։ Իր այդ առաջի անգամ մեկնել ենք Ղարաբաղ։
տեսել եմ հադրութը, ես էլ այնտեղ ոչ մենակ երգում էի, ասմունքում էի, ուզեցին մեկ հայ թողել եւ այն էլ թանգարանում։ Ու սենց պաուզայից հետո երգում էի դե ամանը ժողովուրդը ոտնկյաց, լուր ձևով լսեց, ես ասեցի, ես գնացի ծափ չկար, մեկ են ես մի հատ աղմուկ հելավ, կներեք էլի, որ ուզում եմ այդ ամենքի հիշում եմ, որտեվ ուզում եմ ես տենց հանդիսատես ունենալ, չնայած որ ես X ֆակտորում ավելի շատ ունեցա, ես իմ ելույթները հիշում եմ բոլոր ծափահարությունները, այդ երեխեքը նամանդ ռուսական ժողովրդական երգի ժամանակ կալինկան պարում էին դահլիճում, պապի բոլորը գոռում էին, ես էլ արդեն չգիտեի ինչ անեի, մի խոսքով ես այդտեղ ավելի բուժվեցի, ապաքինվեցի։ Ես էլ մենակ էի, արդեն երեխաներս ինձ հետ չէին, մեկնել էին, մենակությունից տրաքում էի ու համերգել չկար, պատկերացնում եք, ես էլ բեմի համար մեռնում եմ, գժվում եմ, մենակ ասեն հովիկ երգի, ու ես երգեմ, իրանք ինձ լսեմ, այսքանը։ Երբ որ ես շրջագայությունների էի գնում, Լազարևսկ, Սոչի շրջանում էր գտնում, այնտեղ գրված է սանատորիա, եւ մենք պետք է շեֆական համերգ տայինք ծերերի համար։ Գնացինք այնտեղ այդ բառը չկար, ծերանոց բառը չկար այնտեղ, ոչ էլ կար ինտերնետ, ինտերնատ ներողություն։ 3 զավակ ունի Հովհաննես Գևորգյանը, սակայն ինչ-ինչ պատճառներով հայտնվել է Նորքի տուն ինտերնատում։ Այստեղ ընտանիքից հեռու նոր ընտանիքում Հովհաննես Գևորգյանը փորձում է իր առօրյան ավելի ջերմ եւ գունեղ դարձնել։ Երկնախ կյանք, որովհետեւ հենց արթնանում եմ, սկսում եմ երգել, դաժե հարևաններս ասում են, հələ լույսը չբացված ձեր հետ գցիր։ Էդիկ իմ տանը։ Բայց այստեղ մի քիչ կոռեկտ եմ, չեմ բանանում, երեխեքը իմ փոխարեն եւ երգում են, եւ խոսում են, ես էլ լսում եմ։ Այստեղ բոլորն են երգում։ Բոլոր պապիկները, տատիկները երգում են։ Առաջի կնոջիցս ես բաժանվեցի 2 երեխայով, հետո գտա երկրորդ կեսս մեծ թատրոնի բալերինա էր, ստաժյորկա էր այս ժամանակ, ջահել էր Ելենա Գևորգյան։ Մենք կառավարական համերգ էինք։ Ես տենց կապվեցի Ելենայի հետ ու իրանից ծնվեց իմ փոքրիկ տղան, Հարությունս, բայց մայրը մահացավ 20 տարեկանում 63 թիվն էր, մենակ համ պապան էի, համ մաման էի, մայրս էր ծեր, ես իրանց հետ տենց ապրել եմ և աշխատել եմ, մայրս, որ ես գնում էի գաստրոնների, ինքը նայում էր իմ բալիկին։ Անհովանես, Հարությունը հիմա գիտի, որ այստեղ եք։ Ճիշտ ասեմ գիտի, բայց ինքը չի կարողանում ոչինչով օգնել։ Իմ կյանքը հնդկական կինոյի է նման։ Ես այս հերոստատեսյան, որ երգում եմ, էլի Քրիստիկը զանգում էր այդ առաջի X Factor-ի ժամանակ, եկավ, այն ժամանակ ես իմ տունը ունեի, ամեն ինչ, տուն, մեբել, մի խոսքով ամեն ինչ ունեի։ Եկավ մնաց մի քանի օր մոտս, ես շատ լավ զգացի, հետո ավելի լավ զգացի, որ ինքը տեսել էր այդ Պիրեդաջան։ Մի խոսքով հերոստաընկերությունը թույլ է տալիս, որ մենք մերձենանք մեր հարազատների հետ։ Դրա համար ես շատ գոհ եմ Կարիկից, Անդրեից, Էմից, Եգորից, բոլորից։ Մորը շուրթերի աղոտքն եմ հիշում, աչքերն արցունքոտ հեռու մշուշում, թե ինչպես մայրս խնդրում էր ասում, փրկի աղոտքով որդուն սիր ասում, փոքրիկ մարմինը մոմ էր անկյունում, հալվում էր մայրս, կյանքներ վերջանում, չեմ ուզում մայրս այդպես խեղճանա, չեմ ուզում որ նա թողնի հեռանա, չեմ ուզում մորս թողնել խեղճացած, հալված գնացած, մոմի ջուր դարձած,
Փրկիր մայրիկիս, փրկիր Տեր Աստված Կողպայելան սելերը կտրավ հոգուս թելերը Կողպայելան սելերը կտրավ հոգուս թելերը Կամաց կշեք սելերը կապեմ չարխիս թելերը Կամաց կշեք սելերը կապեմ չարխիս թելերը Ալեղնիմ, ալեղնիմ, թշիտ վրախ ալեղնիմ Ալեղնիմ, ալեղնիմ, թշիտ վրախ ալեղնիմ Թուշըտ պաչեմ զոր գիշեր, ես քո սիրած յարոն եմ Թուշըտ պաչեմ զոր գիշեր, ես քո սիրած յարոն եմ Ալեղնիմ, ալեղնիմ, թշիտ վրախ ալեղնիմ Ալեղնիմ, ալեղնիմ, թշիտ վրախ ալեղնիմ Թուշըտ պաչեմ զոր գիշեր, ես քո սիրած յարոն եմ Թուշըտ պաչեմ զոր գիշեր, ես քո սիրած յարոն եմ Շնորհակալություն։ Ուրախ եմ, որ Անդրեյ ջան։ Շատ ուրախ եմ, որ նորից Պարոն Հովհաննես ջան եկել եք եւ ձեր ներկայությամբ չնայած ինչ որ խոչընդոտների, որ պատմեցիք, մեկ այդ ուժը Հավաքել են, հիմա ես ինքս գտել եք, հավաքել եք, եկել եք բարձրացել եք բեմ, դա ողջունելի է, մենք ուզում ենք բոլորս ծափահարենք ձեզ, որ ու մաղթենք ձեզ ամուր առողջություն եւ որևէ բան կապ չունի, տարիք եւ այլն, ներսից երիտասարդ եք եւ երբեք կյանքում չկոտրվեք։ Առողջությունը մեկ է, լավ է լինելու, որ կանգնած եք, շփտում եք, հավատացեք, ամեն ինչ շատ լավ է։ Ես հավատում եմ ձեզ։ Պարոն Հովհաննես, ինչ լավ մարդ եք դուք իրականում, ես այն ժամանակվանից էլ տենց լավ տպավորություն ունեմ ձեր մասին, մինչև հիմա էլ ոչինչ չի փոխվել։ Հենակ նրա համար, որ տենց մի հատ երիտասարդական բան ունեք, էլի ձեր մեջ ոչ տարիքն է այդ հնացնում, ոչ առողջությունը կփչացնի երբեք, ոչ էլ մենք կարանք այդ ուժեղացնենք կամ քչացնենք։ Դուք մի ֆանտաստիկ անձնավորություն եք։ Ես ձեր համար ոչինչ չեմ կարող անեմ, բացի նրանից, որ սրտանց ցանկանամ, որ դուք առողջանաք։ Որպես մասնակից չեմ դիտարկում, բայց մեկը սրտանց ասում այո։ Այո։ Շնորհակալություն։ Գարիկ ջան։ Ջան Գարիկ։ Ջան, պես ասում են լավ եղեք, պինդ եղեք, ամենակարևորը մեկ այո եւս իմ կողմից ձեզ հանդիսատես սափարություն։ Էրիկ ջան, քո երկելուց ես տենց է զգում եմ, որ դու այո կասես հաստատ։ Այո։ Ջանա։ Հոп, զգուշ եղեք։ Բարև Գրիշա ջան։ Ողջույն Արեշ ջան։ Ոնց ես։ Լավ, լավ, դուք ինչպես եք։ Այն ժամանակվա վրա մի քիչ ֆաղում էլի։ Բայց էլի ագին լավ եք։ Նաշարս ավելի բուրբոքվել է։ Իմ սիրած արտիստներն են ու ես էլ լավ եմ զգում։ Կարիքից ցավը տանեմ։ Մնաց եմ պահում, ոնց որ իմ երեխեքներն են։ Ես ոչ մի անգամ ժյուրիից ոչ մի վատ բան չեմ զգացել, որ գոնե հիմա ասեմ, Գրիշ ջան, դու էլ ինձ տեսար մի քանի օր առաջ Հիվանդեի գնացի չէի կարողանում, էլի էլ գա, էներ լավ էր, զանգեցին, էլի կանչեցին։ Էս էլ ան։ Որտեվ ձեզ շատ լավ են վերաբերում, դու գիտեք դա։ Ես զգում եմ դա, ոնց որ իմ ջեն վերաբերմունք, այո։ Դուք էլ եք տես, այդ փոխադարձա։ Ձեզ հաջողություն եմ մաղթում եւ առաջնահերթ առողջություն։ Պարոն Ռոբերտ, ողջույն ձեզ, ողջույն ձեզ։
Միկրոֆոնով եթե կարելի է միկրոֆոնով։ Եվ հանդիսատեսներին բոլորին ողջույն եւ առողջություն, հաջողություն։ Ողջույն, շնորհակալություն։ Ինչպես եք, ձեզ առաջին անգամ չէ որ այստեղ տեսնում ենք, ամեն գալուց էլ ուրախանում ենք։ Ինչպես եք։ Ես քանի շունչ ունեմ իմ բերանում, պետք է երգեմ։ Համաձայն եմ, անպայման, որտեվ երգը ինձ երիտասարդ է պահում։ Համաձայն եմ, մենք ամեն ինչ անելու ենք, որ դուք դրա հնարավորությունը միշտ էլ այստեղ ունենաք։ Ես ձեզ անցած անգամ էլ եմ ասել, որ մենք ձեզ արդեն ոչ թե որպես մրցակից կամ մասնակից ենք դիտարկում, այլ մի մարդ, ում հաճելի է մեր բեմի վրա տեսնել եւ լսել ինչպես է նա ելույթ ունենում։ Համարեք սա ձեզ ոնց որ ձեր համերգն է, ինչ որ մի կտոր է, մրցույթ չկա, մրցակից չկա։ Շնորհակալություն եմ հայտնում։ Շատ ուրախ ենք, պարոն Ռոբերտ, որ եկել եք, ինչ եք այսօր կատարելու։ Նույն երգը ինչ որ անցած անգամ կատարեցի, որովհետև անցած անգամ ասացիք, որ իբր առաջի տան ժամանակ ամբողջ երաժշտությունը վերջացել էր։ Այ ես իմ չենք մի բան չենք հասկացել, ջայլ ենք, ինչ ասեմ։ Չգիտեմ, չէ, բանը ասաց։ Գլումը բա։ Աղջիկը։ Նաիրա Գյուրջինյանը, Էմին։ Բայց դրանից հետո գժվանք հանեցինք, չէ՞ Էմին։ Գժվել պետք չի, բայց որ հանել եք լավ եք արել։ Չես կատակի անում, փուրը գնաց։ Այսինքն վերադարձիր Սորենտո։ Վերադարձիր Սորենտո, շատ լավ, շատ լավ։ Լսենք, պարոն Ռոբերտ։ Не оставь меня, тебя я умоляю, верни навечно, любовь моя. Այդ մասը առանց երաժշտության երգեք։ Ուզում եք առանց երաժշտության ակապելա։ Հա, առանց երաժշտության, որտեղ խանգարում է երաժշտությունը, ո՞ա պետք։ Շատ աղմուկոտ է նախ։ Այո, նախ։ Երկրորդը, չգիտեմ, այդ պրիպևը ոնց որ թե ուրիշ բան էր։ Ինչ մի բան ինչ էր։ Видишь море, как живое, серебрится под луною, льнет к ногам твоим волною, словно хочет удержать. И сады листвой зеленой молится тянутся к тебе влюбленно, молит все тебе остаться, каждый слово и каждый звук. Но ты едешь, дорогая, даль зовет тебя иная. Неужели навсегда я потерял тебя, мой друг? Не оставь меня, тебя я умоляю. Вернись, Соренто, любовь моя. Ինձ կներեք, ասում եմ։ Դուք մեզ կներեք։ Չէ, շատ լավ էր, առաջի մինուսը Էմին թաքուր մտե փոխը թռել էր, ես տեսա։ Երկրորդ առանց մինուսի ձեզ ո՞նց եք զգում։ Նոր ինձ թվում է գեղեցիկ երգեցիք առանց մինուսի։ Առանց մինուսի ուրիշ երգեր էլ շատ կարող եմ երգել, բայց մինուս չեմ կարողանում ձեռք բերել։ Օրինակ Անդրեի երգերից էլ կան, որ ասեք ես կտամ մինուսը։ Իմ սերեք ես։ Իմ սերեք ես։ Ես հավանել եմ այդ երգը եւ երգը մինչեւ իմ հոգով չլնի, հոգեհարազատ չլնի, ես չեմ երգի։ Ես այդ մինուսը կտամ ձեզ։ Եթե հոգնած եք մի ուրիշ երգ, մի քիչ
փոխվելու համար էլի։ Այո, ասենք կալինկա երգեմ։ Խնդիր չկա, այո։ Հանդիսատես կլսենք, այո։ Բացասնոյու բաց երենոյու սպաց պալաժիջե վիմենյա Malinka Maya, Saduyaga Malinka Maya, Kalinka Maya, Saduyaga Malinka Maya, Kalinka Maya, Saduyaga Malinka Maya. Bravo, bravo. Ես իրոք, ոնց ասեցիք, ես իրոք փոխեց։ Բայց գիտեք, տարիքս 77 տարեկան։ Շնորհակալ ենք ձեզ անչափ ելույթի համար եւ նորից վերադարձի համար նախագիծ մի խոսքով առողջ եղեք շատ եւ միշտ այսպես հոգով երիտասարդ։ Պարոն Ռոբերտ, շնորհակալություն ես երկրորդ երգը իրոք փոխեց, ոնց որ ասում եք, եւ ես մեծ հաճույքով ձեզ կասեմ այո։ Ես ուզում եմ ասել ձեզ, այո, դուք ունեք երկու այո, վստահ եմ, որ Անդրեյն էլ է դուր եկե, այնպես որ իմ սերը քեզ մինուսը եւ այոն առաջարկ, որին արժեր սպասել։ Առողջություն ձեզ։ Շատ շնորհակալ եմ։ Դուք առողջ եղեք եւ մեզ ուրախացրեք ամեն ինչով։ Շնորհակալություն, պարոն Ռոբերտ, շատ շնորհակալություն։ Հիշում եք Կալինկան երգեցի նաեւ թաքնված տաղան։ Այո։ Հա։ Շատ լավ եմ հիշում իդեպ։ Հա, երեք այնտեղ 3 այով անցա։ Ռոբերտ, 7 տարի անց է տակնվածից, չէ։ Բոլոր դեպքերում եթե ոչ արել, չէ, հիշում, չեմ հիշում։ Ես ձեզ մաղթում եմ առաջներդ առողջություն։ Շատ շնորհակալ եմ։ Ամենակարևորը եւ հաջողություն նաեւ մեր նախագծում։ Բարևձեզ։ Այվազյան Ջեմա, Թալին քաղաքից 16 տարեկան։ Սամվել Հովակիմյան, քաղաք Երևանից։ Սովորում եմ ագրարային համալսարանում։ Մասնագիտությամբ լրագրող եմ։ Որտեղ եք աշխատում լրագրող։ Ես փոքրիկ հաղորդումներ եմ պատրաստում հանրային ռադիոյի համար։ Սովորում եմ կոնսերվատորիայում, առաջի կուրս։ Իսկ ինչն է vocation-չել ձեզ, որ եկել եք այստեղ։ Մի քանի պատճառներ կան, որ vocation-չել են։ Հիմնականում ընկերներս են խորհուրդ տվել մի քանի ելույթներից հետո։ Ֆիզկուլտ ինստիտուտ եմ սովորում։ Որ բաժին։ Փրկարար։ Վաու։ Պրակտիկաներ գնացել եք։ Դեռ ոչ։ Իսկ ինչ է առհասարակ ենթադրում փրկարար սովորելը։ Ցանկացած իրավիճակ, թե կա ջրային, օդային, հրդե։ Դուք ո՞րն եք անցել։ Դեռ ոչ ոք ճիշտ ասած հերրակա եմ սովորում, դրա համար երևի հերրակա հերրախոսի վրա եմ որ ասում են այժմ դուրը բացեք։ Աստված չանի որ կարիքը լինի ինչ-որ մեկին փրկելու, որովհետև այդ պահին կզգացի որ դու հերրակա ես սովոր, էլի։ Mən որ խեղդվում եմ, ինչ, հերվից, Ռուսաստանից։ Բայց փրկարանի հերրական շատ վտանգավոր ընտրություն չի, չեմ կարող հասկանալ։ Երգչանունը Ջինո Պաուլի, երգի վերնագիրն է Սափորեդի սալը։ Նշանակում է համը աղի։ Համը աղի։ Երկրորդ բառն է Սափորեդի մարը, համը ծովի։ Ծովի համը թե ծովի աղի մասը։ Կարճ ներկայացնեմ ինչի մասն է։ Ինչի մասն է երգը, որ իմանանք ինչ կալեմ։ Խոսքով զույգերով գնում են ծովապ։ Ու ինքը որ գնում է
զույգերով էլի։ Հա, զույգերով։ Ու հետո որ մտնում լողանում հելում են։ Երկուսով։ Իրար։ Հա։ Բայց կարևոր է որ բառերը գիտեք, հասկանում եք ինչի մասին եք երգելու։ Որ պարկում են ավազի վրա։ Միկրոֆոնի մեջ խոս։ Ինչ անում։ Դե բառերը տենց է էլի մոտավորապես։ Լողանում են, պարկում են ավազների վրա։ Ավազի վրա, բա հետո։ Այդ հետո համբուրվում է, այդ իր համը իր մաշկից այդ ծովի աղի համն է ու տենց նկարագրում է էլի որ կարոտով է մնացել այդ բանին որ արդեն իր անկերուհին էլ չկա, իր անկերուհին չկա ու այդ հիշողությունները ինքը նկարագրում է որ գնում է ծով պատմում է։ Ինչ եք խոսում։ Ինքը այդ երեկոից, ես ուզում հասկանում այդ երեկոից շատ ավելի կարևոր բաներ կա կարոտելու էլի, քան ծովի աղը։ Breaking in, the shaping up, the checking out on my prison bus. This is it, the apocalypse. Whoa. I feel it in my bones to make my system blow. Welcome to the new age, to the new age. Welcome to the new age, to the new age. Թերիեր ելույթն էլ ու մասնագիտությունն էլ պետք չի թողնել հերակա լավ է զբաղվել ավելի խորացված, իսկ երգը թողեք այն մարդկանց ու մոտ ավելի լավ է ստացվում։ Ձեր մասնագիտության մեջ արհեստական շնչառություն կա, բան կա, հետաքրքիր ամեն դեպքում, ստեղ չկա տես բաներ։ Hey. Դե հիմնականում ձեր մասերում բոլորը սասունցիներ են, այդ երգի մեջ այդ հեյ, այդ հեյերը սասնահեյերն էր, այդ փոփ ռոքի մեջ։ Զբաղվում եք երաժշտությամբ Սամվել Շանազարյան։ Զբաղվում եմ երաժշտությամբ ու զբաղվել եմ ունեմ երաժշտական կրթություն 7-ամյա։ 7-ամյա գործիք եք տիրապետում։ Այո, դաշնամուր եւ գիտար։ Օ, շատ լավ։ Եվ ինչ եք այսօր երգելու։ Disturbed the sound of silence։ Լուրջ ես ասում։ Այո։ Այս կամ լինելու է շատ լավ կամ շատ վատ։ Այս մեջտեղ չունի այս երգը։ Գնացինք, լսում ենք։ And in the naked light I saw 10,000 people, maybe more. People talking without speaking. People hearing without listening. People writing songs that voices never share. No wonder disturb the sound of silence. Fools said you do not know. Silence like a cancer grows. Hear my words and I might teach you. Ես ճիշտ էի։ Եվ բացարձակ վատ թե բացարձակ լավ։ Բացարձակ։ Լավ չէր, սենց ասեմ։ Լավ չէր։ Sapore di sale, sapore di mare, un gusto amaro di cose perdute, di cose lasciate lontano da noi. Ed il mondo è diverso, diverso da qui, quel tempo di giorni che passano pigri, lasciano in bocca il gusto del sale. Առաջի կուրսում եք պետական կոնսերվատորիայում, դասական վոկալ բաժնում։ Այո։ Գիտեք որն է հետաքրքիր, որ
Ինձ իսկապես թվաց, թե ինչ-որ այնտեղ թարգմանչական բաժին էլ կա, որտեղ որ միայն լեզու են սովորում։ Այսինքն այսքան վատ է մեր վիճակը։ Խնդիր ունեք լսողության հետ, խնդիր ունեք ապարատի հետ, առհասարակ բացված ձայնով եք երգում, այսինքն ես հիմա խոսում եմ բավականին շատ ծանր այսպիսի կոնսերվատորիայի տերմիններ, որոնք որ ձեզ ձեր կներեք փորձս շատ քիչ մի տարի բայց ո՞նց են ընդունվում են կոնսերվատորիա որպեսզի սովորեն երգել թե մինչ այդ գոնե ինչ որ բան պետք է սովորած լինեն որ հետո նոր ընդունվեն ինչ եք հանձնել Կարոմիո Բենը Դոլուխանյանի երազը մեկը Մոցարտի Դևիանիարա Ֆինեստրան մեկը $800 $800,000 Ես շատ թեթև եմ տանում, ինձ թվում է կոնսերվատորիայում են թեթև տանում շատ շուտվանից։ Ուղղակի ես հիշում եմ ինչպես է ես դուրս մնում մի քանի անգամ։ Շատ նման դեպքեր ա եղել։ Որտեվ երգել սովորի Անդրե ջան։ Այո, ճիշտ ես։ Հիմա եթե դու դուրս ես մնացել, Սարգսը դառնում մեղավոր չի։ Ճիշտ ես ասում։ Ինքը աշխատում է իր վրա։ Բայց երգի տեքստը լավն էր։ Որտեվ լավ թարգմանիչ համով երգ։ Բայց աղի կարող լավ թարգմանիչ օրինակ դառնա։ Աղի մասին երգեր անալի կատարում են։ Աղի մասին երգ անալի կատարում։ Սուր սովորում են, հասկանում ես։ Բրատ, ո՞նց են ընդունվում լավ։ Ախպերս, ես ոբշե չեմ զա։ Ես զարմանում եմ, որ կոնսից լավ երգող է գալիս։ Մի տեսակ կեսից իսկապես հոգնեցի լսելով։ Խոսքը արտիստիզմի մասին է։ Եվ առհասարակ շատ Եվ նույնպես ոչ միայն արտիստիզմի, այլ զգացմունքայնության, երգի երգը չհնչեց մինչև վերջ, միապաղաղության մասին Չէ, այդ գործիքավորումը միապաղաղ չէր, երգը գնալով կաչ էր, կատարման մասին է Երիկը խոսում Կատարումն էլ է գնալով փոխվում Այս քո ցավը տանում, Սամվել, բայց այդքան չեն կարող դիմանանք է Երգը պարտադրում է սկզբում սկսել փակ, հետո ընդհանուր բացվում է ինքը ու ես չերգեցի մինչև վերջ խնդիրը դա է։ Ես ամեն դեպքում իրոք արդեն սկսում եմ կասկածել, որ սխալ ենք ստոպվել։ Ես արի դնենք այդ մասից։ Չէ, իրոք եմ ասում, կարող մի բան չգիտենք, համոզված ասում է Սամվելը, եկեք շարունակենք։ Եկեք շարունակենք։ Այն մասից խնդրում եմ։ Out its warning in the worst that it was for me and the sign said the words prophets written down they called in a walls of silence and the people bowed The sign said the words of the prophets are written the subway walks, tenement halls, whispered in a sound of silence. Սամվել Ես իմ փաչը զգացի միտեղ Միտեղ Ես գիտեմ Արմագեդոնը հենց սենց է լինելու Եկեք անցնենք վճիրների Եկեք անցնենք վճիրների Սիրելի Սամվել, ցավոք ես ձեզ պետք է ասեմ ոչ Ոչ, Սամվել Նույնպես ոչ Շնորհակալ եմ խորհուրդների համար Շնորհակալություն քեզ Թեթև հավեսով ես ձեզ ասում եմ ոչ, դեռ ունեք շարունակեք լավ կլինի
Ես ասում եմ ոչ։ Նույնպես ոչ։ Մերսի, հաջողություն։ Շնորհակալություն Սարգիս։ Այս փուլի համար ես ձեզ ասում եմ ոչ։ Իսկ մյուս փուլի համար էլ եմ ասում ոչ։ Երիկը ձեզ ասում է հերակա այո։ Հերակա չէ, լավ էլ ոչ եմ ասում, որ զբաղվեք են ձեր իսկական աշխատանքով, ոչ։ Ոայ ոչ Երանի մեզնից մեկին, որ գնելու է ձեր ձեռքերը, երբ որ կարիք ունենան ձեր։ Սս մտնելու եք սենց այա, Երիկ, աջ մոտրավ։ Հիմա դու շանս ունես բրկվելու գոնե։ Հիմա շանս ունեմ, չի անցել, չէ արդեն, բայց մենք հերակա երկու ոչը ցավոք չի անցնում, բայց ես մի քիչ ուզում հեռանկարային մի բան խորանամ, որ մարդս Աստվածչանի, ես ասում եմ այո։ Շնորհակալ եմ։ Ցավոք չեք անցել, որտեվ այս երկուսը հիշեք իրանց դեմքերը։ Հիշեք։ Ձեզ շատ շնորհակալ եմ, իմ համար էլի մեծ բան էր, որ ես ստեղ եի էլի։ Խնդրեմ եղբայր ջան, խնդրեմ։ Իմ արյան կարգը երկուսի դրական է։ Իմն է ասեմ, որ չպտրեք։ Շաբլոն արունա, բան չունեմ ասել։ Մերսի ձեզ։ Ձեզ էլ շնորհակալություն, ձեզ։ Այս փուլի համար Ջեմա ջան, քեզ ասում եմ ոչ։ Ջեմա, իսկապես այս երկեցողությունը, որը այսօր դուք ցույց տվեցիք, Եթե ուզեք մի հատ ուրիշ բան էլ հա կարամ։ Ես ձեզ ասում եմ հա։ Շնորհակալություն։ Համոզեցիք եք։ Գաս մյուս անգամ, որ այսօր քեզ ասեմ ոչ։ Չէ։ Դու չգաս, մենք ենք գալու։ Չէ, մենք քեզ անպայման կսպասենք այն ժամանակ, երբ որ դու այնքան ուժեղ լինես, ինչքան որ պատկերացնում ես դու կաս։ Այս փուլի համար ես քեզ ասում եմ ոչ։ Շնորհակալ։ Ես չէի սպասում, որ ամեն ինչ սենց կլինի, ես ավելի լավ հույսեր ունեի, բայց ոչինչ, ավելի լավ կպարապեմ, կաշխատեմ ու կներկայանամ մյուս տարի։ Ինչ եք երգելու։ Miley Cyrus, Wrecking Ball։ Լուրջ եք ասում։ Այո։ We claw, we chain our hearts in when we jumped, never asking why. We kissed, I fell under your spell of love. No one could deny. Don't you ever say I just walked away. I will always want you. I can't live a lie running for my life. I will always want you. I came in like a wrecking ball. I never hit so hard in love. All I wanted was to break your walls. All you ever did was wreck me. Yeah, you wrecked me. I put you high up in the sky, and now you're not coming down. It's slowly turn, you let me burn, and now we're ashes on the ground. Don't you ever say I just walked away. I will always want you. I can't live a lie running for my life. I will always want you. I came in like a wrecking ball.
wanted you to let me, and instead of using force, I guess I should have let you in. I never meant to start a war. I guess I should have let you in. I guess I should have let you in. I came in like a wrecking ball. I never been so hard in love. All I wanted was to break your walls. All you ever did was break me. I came in like a wrecking ball. Yeah, I just closed my eyes and swore. Let me crush me in the face and balls. Հանդիսատեսին մեզ այսպես մի հատ չագուչով եկաք լավ ծեծեցիք խոսացիք ինչ եք լռում Ալմաստ եղբայր պետք չի տենց տխրել ու նեղվել մի անգամից երկու որ վերջացեցի ես օրինակ մի քիչ ավելի ուզում եմ մի քիչ ավելի թեթև էս ամեն ինչը սկսենք մի քիչ ծիծաղելու բաներ եղավ հիմա էլ էի ուզում շարունակենք ծիծաղենք դու էլ մեր հետ միասին բայց շատ sense մի անգամից տխուր սկսեցիր պետք չի տենց իրականում տխրելու բան չկա լավ ելույթն էլ լինում է վատ լինում է լավ մրցույթի մեջ դա լինում է մի անգամ կյանքում կարող լինի 1000 հատ վատ 1000 հատ լավ խնդրում եմ դրանից մի նեղվի ոչ մեկին վիրավորել ես ոչ մեկին նեղացրել ես ոչ էլ ինչ-որ մեկը քեզ նեղացել է ելույթի մեջ կար իրոք շատ ծիծաղալու պահեր երբ որ նոտան այդ վերջի վերցնում էր անկեղծ եմ ասում լիաթոք ծիծաղել եմ մի քանի տեղ բայց էլ եմ ասում դու հանկարծ մի նեղվի որովհետև դրա մեջ բացի զվարճալից ուրիշ ոչ մի բան չկա շնորհակալություն քեզ քո ելույթի համար ես քեզ ավելին ասեմ այս կրկներքի բառերի իմաստը գիտես որ ասում ես եկա քանդող գնդակները որ շենքերը քանդում են ասում ես եկա քանդող գնդակի պես քանդեց այդ շենքերի իբր ասեմ որ Miley Cyrus-ի երգի մեջ այդքան իր երկածով իմաստ չուներ ինչքան որ քո երկածով իմաստ ուներ այդ նենց որ առհասարակ մի նեղվի եկար համարի քանդեցիր ես կուզեմ իմ շրջապատում լինի ընկեր ով այսքան կարողանա բոլորից ծիծաղացնել Ինչպես ասում են փորձը փորձանք չէ փորձեցիք իհարկե մի քիչ մաքուր չէր Ընդհանրապես մաքուր չէ Դե լավ է որ դուք ձեր ինքնագնահատականը տեղն է այլ ավելացնելու բան էլ ինձ թվում է չկա ցավոք ասում եմ ոչ Ես էլ ասում եմ ոչ ու ասում եմ սրտանց չնեղվես ու շնորհակալություն Շնորհակալություն Ոչ Դարքիրը քո կարծիքը քո ելույթից գոհ ես թե չէ Ընդհանրապես Ինձ թվում է եթե անկեղծ ինձ թվում է դու այնպիսի երգեր ընտրի ու բարձր քեզ դժվար է տոնալությունը քոնը չէ Վերջում մտադրություն կար փոխվելու բայց արդեն ուշ էր Իսկ դու էլ գոհ ես Այսինքն ժույթ համաձայն ես որ քիչ են չէ Իմ մտածածը չէ ինչ որ ես կուզեի Այո Դեռ կարող է մարդը հասկանա հստակ որ չնեղվի կամ չասի արդար չէր ինձ թվում ամեն ինչ արդար էր Քեզ հաջողություն եմ աղթում բայց չնեղվես նա եղավ Բարեցես Լավ ես ինա ջան Լավ եմ մերսի Ինչ ես անելու բեմ ուզում ես կռայեմ երգելու ես Այո Անկամից իմացա Ինչ ես երգել Musical.ից մի հատված Don't Rain on My Parade Մյուզիկալ արդեն պատկերացնում որ պետք է լինես ակտիվ չգիտեմ շարժ տենց չէ ինչ որ Դե ես буду стараться Հետո ժյուրին դրա շատ ուշադրություն դա դարձնում կարող լավ երգես բայց լավ չկատարես բեմում մանավանդ մյուզիկալ պետքա շատ շարժվես հա այդ ամեն ինչը ցույց տաս այսինքն լինես մաքսիմալ ակտիվ մյուզիկալը դա պահանջում է քեզ հաջողություն եմ աղթում Merci շատ Удачи Спасибо Բարև ձեզ Բարև ձեզ Իննա Սայեդյան 16 տարեկան եկել եմ հայկական X Factor Մոսկվայից Երբ եք եկել Մոսկվայից 3 Բարի գալուստ Շնորհակալություն Այդ ինքնաթիռում պատահական գարիկը ոչ եղել Ժամը քանիսին եք դուք իջել 8-ից կես արդեն ստեղ եմ եղել Առավոտյան Չէ Вечером Հա չէ ես չեմ եղել Ես չեմ եղել ես այդ ժամերին չեմ իջնում
Ինչով եք զբաղվում Մոսկվայում։ Զբաղվում եմ էստրադային վոկալով արդեն почти 4 տարի։ Посещаю Հայորդաստон при Армянской апостольской церкви. Там посещаю армянский народный хор и армянские народные танцы. Մի խոսքով ապրում եք Ռուսաստանում, բայց Հայաստանում։ Բարև ձեզ, ես Ինա Սայեդյան եմ, 16 տարեկան, եկել եմ հայկական X-Factor Մոսկվայից։ Ծնվել եմ Վայոց ձորի Վայք քաղաքում ու անցկացրել եմ այնտեղ իմ առաջին մանկության տարիները, երբ որ դարձա 5 տարեկան, գնացինք կենթանիկով ապրել Մոսկվա, սկսեցի զբաղվել երգով։ Տենց երգով զբաղվում եմ 3 տարի, որից որ մի տարին համարյա չեմ զբաղվել, որովհետև առաջացան здоровья հետ կապված պրոբլեմներ, համարյա մի տարի չեմ երգել, որովհետև ինձ թույլատրված չէր երգել ու հաջորդ տարուց սկսեցի ավելի լուրջ, ավելի ուրիշ մոտեցում ունեցամ վոկալի հանդեպ, սկսեցի զբաղվել վոկալով։ Արդեն մի տարի զբաղվում եմ հայկական պարերով Հայորդաց տանը, որոշեցի, որ պետք է իմանալ պարել մեր հայկական պարերը, սկսեցի հաճախել հայկական պար, նրանից հետո Հայորդաց տանը ինձ նաև հետաքրքրեց հայկական երգչախումբը ու սկսեցի հաճախել նաև արմյանսկի խոր։ Փոքրուց նկարել եմ, մինչև հիմա այդ սերը նկարելու հանդեպ մնացել է, նկարում եմ փոքրիկ նկարներ, գուաշով, մատիտով, գրաֆիկա, կամ նույնիսկ նկարի վրա սիրում եմ փայլեր, հետաքրքիր գույներ տալ։ Չեմ մտածել, որ կգամ Հայաստան հենց հայկական X-Factor-ի համար, ըստ ստացվում է, որ արդեն այստեղ եմ, որ ցույց տամ իմ վոկալային տվյալները ու շատ հուսով եմ, որ կանցնեմ առաջ այդ նախագծում։ Ո՞վ է ձեզ խորհուրդ տվել գաք X-Factor։ Ինքս եմ շատ երկար ժամանակ ուզում մասնակցեի։ Երկար ժամանակ ինձ պատկերացնում եմ ձեր առաջ, ոնց կանգնում եմ, представляюсь, как пою. В общем, так родители тоже предложили, чтобы я поучаствовала. В общем, все мои родные, я в том числе тоже очень хотела поучаствовать. Вот. Молодец ты. Դրանք էլ են եկել ձեզ հետ միասին Երևան։ Ոչ, ես մենակ եմ եկել։ Մենակ եք եկել։ Այո, բայց այսօր իմ հետ գրուպա поддержкаем իմ родственникներն են։ Բարեկամները։ Այո։ Это мы։ Տատիկը, քույրիկը, եղբայրը։ Երբ դուք պատկերացնում եք ժյուրիի առջև կանգնած ձեզ, այնտեղ պատկերացումների վերջում ինչ էր լինում։ Ժյուրին ինչ էր ասում։ Այո, 3 հատ այո։ 3 հատ այո, 4 պիտի լիներ օրենքով։ 4 հատ։ Նա պատկերացրել է, որ Շուշանիկ Արևշացյանը պետք է մեկնի, այդ ամեն ինչը տեսել է։ Լավ, չտանջենք։ Եկեք լսենք ձեզ։ Դե քեզ դենեմ։ Just sit and putter. Life's candy and the sun's a ball of butter. Don't bring her on a cloud to rain on my parade. Don't tell me not to fly. I simply got to. If someone's taker, spells me it's not you. Who told you you're allowed to rain on my parade? How much am I bent out? Hope it's right, wrong. And if I'm bent out, you don't answer. At least I didn't fake it, sir. I guess I didn't make it, but whether I'm the rose of sheer perfection, a fake light of a no so flies complexion, a Cinderella, shiny apple of an eye. I gotta fly once, I gotta try once, only can die once, right, sir? When I did you and you say I gotta have my bite, sir. Get ready for me, love, cause I simply gotta match. My heart is stronger. Don't bring her on a cloud to rain on my parade. I'm gonna leave and leave now. That's what I want, I know how. One row for the whole ship, one throw that bell will go clang. I on the target away, one show on the shore away. Այստեղից գնաց գժություն։ Hey, Mr. Ernestine.
fake it, sir. Guess I didn't make it. Get ready for me, love, cause I'm a comer. I think we got a much more higher job and nobody, no, nobody is gonna rain on my parade. Ես քեզ ասում եմ, այո! Մերսի։ Այո, այո։ Շնորհակալություն։ Դու գիժ ես։ Այո։ Շնորհակալություն շատ։ Ուր էիր, այն երեխա։ Ծնողներին ասա թող գան, անցել ես հաջորդի։ Լավ, այման։ Շնորհակալություն։ Ստեսություն։ На сцене просто нереальная атмосфера, все так поддерживают меня, и это очень приятно и дает силу какую-то, что дает нормально и хорошо выступить. В общем, очень приятная атмосфера, и еще в Армении это все находится. Все отлично, просто настроение супер. Да, շնորհակալ եմ ևս մեկ անգամ տափարում ենք ապրես դու։ Տեսուս մի անգամից հոգնածություն բան, ասած սաղ դուրս ա գա, էս ո՞ր է երեխան, էս ի՞նչ է երգեց։ Էս X Factor-ը։ 100%։ Այս սենց էներգիա հələ որ չեմ տեսել։ Բոմբ է։ Ալո, մամ։ Ալո։ X Factor-ից եմ զանգում, ես անցել եմ 3 հատայով։ Բոլորը շատ լավ են քո համար։ Ես մեկ բան շատ, մենք բոլորը քեզ գրկում ու համբերում ենք։ Ես էլ ձեզ։ Համով։ Спасибо. Ну как у тебя настроение? Отличное просто, я в таком легком шоке, я շատ ուրախ եմ, շատ։ Լսումները մոտենում են ավարտին։ Հաջորդ շաբաթ կարող եք հետևել լսումների վերջին օրվա բացահայտումներին։ Ծրագրի վերջում վերջապես կտեսնեք, թե որ երջանիկներն են անցնում հաջորդ փուլ։ Հետևեք լավագույն տասնյակների ձևավորմանը։